Նիստի առաջին հատվածում ուժեղ Հայաստանի չկարսրությունը ապահովում էր Հայաստան դաշինքը Լիլիթ Գալստյանը օրինակ վարչապետին բնորոշելու համար պատմական անուններ էր փնտրել։ Գնացել հասել եմ հին աշխարհ, Ներոնին եւ Հերոստրատին։ Մի անհանգստացեք, դուք եք մնալու պատմության մեջ։ Արփի Դավոյանն էլ փորձել էր գտնել սեղան ծեծելու երևույթի արմատները։ Այս process-ը նրանց ուղարկվել է Մաշան եւ Ատչը մուլտֆիլմի սցենարիստների կողմից, որովհետեւ այդ մուլտֆիլմի մեջ են անընդհատ խփում սեղանի։ Ամենաբուրըն քննարկումը ծավալվեց սակայն առավոտվա միջադեպի մասով։ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո այսօր մեկ էլ ԱԱՑ, ՊՊՑ, չգիտեմ էլ ով հանկարծ ինչ որ քրեական գործ հիշեցին։ Ոստեղ կա ինչ որ մեկը բարոյական անհատ, որը կարող է մտածի, որ դա պատահականություն էր։ Բարկացել է, Նաջարյանը բարկացել է։ Եվ հրահանգ է իջացրել, որ գնացեք։ Պետք է բոլորը նստեն։ Այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ վենդետայի այսպես անոնսը տվեցիք եւ այսօր առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ն հայտնվեց Քոչարյան ընտանիքի բնակարանում։ Ինչ կապ ունի ստեղ վրեժխնդրությունը, ինչ կապ ունի ստեղ ազգային արժեքները, Թուրքը, չգիտեմ, Դավաճանը, ինչ ասեմ, Կտրիչ Ներսիսյանը, մեր ազգային եկեղեցի, մեր արժեքները, մեր դրոշեիսի, ինչ կապ ունի այս ամեն ինչը նայեք, եթե ձեր առաջնորդի ընտանիքը ըստ մեղադրանքի առել է մի հատ տարածք 40 միլիոն դրամով, փոխանակել է ուրիշ տարածքի հետ, որը վաճառել է 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Բայց այո, սա վրեժխնդրություն է, սիրելի բարեկամներ։ Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է, ձեր նմաններից։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներների, բոլորին հատ վրեժխնդիր ենք լինելու։ Նախագահ Քոչարյանին, Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, մյուսներին, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Մեսրոպ Մանուկյան, Արթուր Խաչատրյան։ Հարցը չի, մեզ բոլորից կարող եք մեկուսացնել։ Դուք այդ լծակները ունեք, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Բայց մեզ ձայն է տվել 150,000 քաղաքացի։ Տիկին Գրիգորյան, ձեզ ոչ ոք չի կարող նստացնել, եթե դուք հանցանք չեք գործել, ես դա թույլ չեմ տա։ Կուզեիք քաղաքալացյալ կոչվեիք, բայց Կասկադում 2 հեկտար հողամասը 39 միլիոնով ձեռք բերեիք։ Կամ քաղաքալացյալ լինեիք ու Պարոնյան 8 հասեում մի ամբողջ շենք ձեռք բերեիք, կամ քաղաքալացյալ լինեիք, բայց 12 միլիոն դրամով, այս ավելի ֆանտաստիկ է, Ծիծեռնակաբերդի խճուղում մի 29,000 քառակուսի մետր հողատարածք ունենայիք, հետո իհարկե օրանժ ֆիթնեսը սարքվեր եւ այլն։ Կուզեիք այսպիսի կամ պնեի շենքը ձեզնով անեիք, այսպիսի քաղաքալացյալ լինեիք։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյանին քաղաքալացյալ մի ասեք, ոնց որ իմ սիրելի ֆիլմում է ասում կտոր մի երկնքում անառակին հրեշտակ միս է, մեղք է։ Վարչապետի ելույթից առաջ դալիճ վերադարձավ ուժեղ Հայաստան խմբակցությունը Նարեկ Կարապետյանը իր ելույթում հիշեցրեց, որ ՔՊ-ն 3 պատերազմների կուսակցություն են իրենք անվանում։ Նույն տրամաբանությամբ բնորոշեց նաև կառավարության ծրագիրը։ Այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում։ Եթե պատերազմները նախորդ թշնամիների հետ էին, այս կառավարությունը 3 պառակտման մասին է։ Պառակտումներից մեկը մեր Սփյուռքի, մյուսը եկեղեցու, երրորդը մեր ու մեր անցյալի մասին է։ Ելույթ ունեցավ նաև իշխանական խմբակցության ղեկավարը, փորձեց սեղան ծեծելու ընդդիմադիրների արձագանքը։ Ամեն ինչ նույնն էր։ Իսկ վարչապետի ամփոփիչ ելույթը սկսվեց երեկվա միջադեպի մասին հիշեցումով։ Նորից հնչելու էր կաթողիկոսի աշխարհիկ անունը։ Խնդրում եմ ես մեկը բաշխեք, էլի։ Ընդհանրապես ուզում եմ ասել, որ հաշվի առնելով անդիմության զգայունությունները չեմ ասում Կտրիչ Ներսիսյան, ասեցես բաշխեք, էդ էլ Մարդը ասեց, ես մեկը բաշխեք։ Ընդդիմության նեղանալու համար վարչապետը իրեն է մեղավոր համարում, թե միտքը երևի լավ չէր ձևակերպել։ Ռուբեն Ռուբինյանը վկա։ Այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ Գարեգին Բ, մեկ էլ ասի կարող է ԿՊ-ն սկսի, ասել եմ Ռուբեն։ Եվ վստահաբար կսկսեր։ Ռուբինյանը չսխալվեց, վարչապետը չհավատաց եւ փորձեց։ Ուզում էի ասեի Գարեգին Բ կամ ուրիշ ավելի ուրիշ ձևակերպումներ, որ եւ ասեի
Հարգելի ընդդիմություն, որպես կարմիր գորգ, այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ եւ վերադարձեք խորհրդարան, դեռ չթողեցին որ ասեմ։ Խոսքի ինչ-որ հատվածում վարչապետը նոր տարբերակ փորձեց օգտագործելով թե մի, թե մյուս հանունները։ Եթե Գարեգին բն Էրիկա կամ Կտրիչ Ներսիսյանը Արեք դե ժողովուրդ, մի արամարեք։ Չէ։ Տրամաբանությունը կոտրվեց։ Ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դալիճում հնչած բոլոր մտահոգություններին, մեղադրանքներին եւ քննադատություններին, սկսեց ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու ընդդիմադիրների խոսքից եւ խորհուրդ տվեց դուրս գալ փողոցներ հեղափոխության։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա, դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով։ Հետոն արդեն բոլորը հիշում են, վարչապետը հիշեցրեց նաև ընդդիմադիրներից մեկի իրեն ուղված մեղադրանքը կաթողիկոսի մասով, այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիների 97%-ը հավատում է այդ եկեղեցուն։ Իհարկե հավատում է, խնդրեմը տեղ է, որ Հայաստանի քաղաքացիների 97% հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես։ Ինքը հոգևոր կյանք չունի։ Ինքը ժխտել է Աստծու հետ իր ուխտը, եւ այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին։ Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել։ Հերթ ասավ առավոտվա իրադարձությունների հետ կապված մեղադրանքներին ինչ հրահանգեր տվել Նիկոլ Փաշինյանը առավոտյան ձերբակալության մասին։ Եթե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Piazza Grande, Play City, Orange, Toyota Երևան, Կապուտակ Սևան, Կոնգրես հյուրանոց, Կասկադում 2 հեկտար հողամաս։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի Կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի Կասկադում ես հող չունեմ։ Ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ։ Ինչի հյուրանոց չունեմ։ Ինչի 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն ինչ։ Ես միամիտ եմ, հա։ Իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես միամիտն եմ, ասում եմ հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ, բայց ունեմ մանդատ, ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Բարից դե յուրե իմաստով։ Բացատրեց նաև, թե ինչու էր երեք իր խոսքում ասել քյարքի։ Որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, բոլոր։ Հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել եւ քարուքանդ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Էլի եմ ասում, ոնց ինչ սցենարով կլուծվի։ Այդ բոլորովին ուրիշ հարց է, որովհետեւ այն խնդիրները մենք մեր խնդիրներն ենք տենում, նույն խնդիրներն էլ Ադրբեջանն ունի։ Իսկ ով որ չի ուզում այդ խնդիրները լուծել, ըստ վարչապետի, ուզում է այստեղ տեսնել ՀԱՊԿ-ի խաղաղապահներին։ Ձեզ հիասթափեցնում եմ։ ՀԱՊԿ-ի խաղաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն։ Եվ ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է եւ խաղաղապահը ժողովուրդն է, այո, այդ թվում։ Այո, Հայաստանի ժողովուրդն է եւ Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղաղապահը։ Ինչ որ մի պահի Էդգար Ղազարյանի նյարդերը չդիմացան Ռուբինյանը անմիջապես արձագանքեց։ Պարոն Ղազարյան, եւս մեկ կոմենտ տեղից եւ ես ավելի խիստ նախազգուշացում կտամ ձեզ, զսպեք ձեզ։ Հա, թող խոսայ։ Ձեզ հեշտ է, պարոն վարչապետ, ամիսի մեկ գալիս գնում եք, ամեն օր հետ եք։ Ելույթի վերջին հատվածը նոր սահմանադրության եւ անկախության հռչակագրի մասին էր։ Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն անկախ պետություն պետքա չլինի։
4 տարի, 5 տարի ուղերձներով մանրամասն հրապարակել եմ, գրել եմ դրա մասին։ Այո, այս տարի ուղերձ չեմ արել, որովհետև այլևս ասելու բան չունեմ այդ թեմայով։ Եվ հույս ունեմ այսօր ձեր քվեարկությամբ դե յուրե կհաստատենք մի պատմական իրողություն։ 4-րդ հանրապետությունը հաստատված է։ Փառք նահատակներին եւ կեցե 4-րդ հանրապետությունը։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։